Շատերի համար ամռանավարտի հետ ավարտվում է նաև զբոսաշրջության կամ նույնիսկ փոքրիկ արշավների մեկնելու ցանկությունը, սակայն կան այնպիսի մարդիկ, ում համար խոչընդոտ չեն ոչ եղանակային պայմանները, ոչ էլ անգամ ճանապարհին սպասվելիք դժվարությունները։ 66-ամյա Թագվոր Ամբակումյանը հենց այդպիսի մարդկանց թվին է պատկանում։ Ես ծնունդով Հունաստանից եմ, փոքր ասակից ծնողներս ինձ ներ են գրավել սկաուտության մեջ։ Ես 5-6 տարեկանից սկաուտության մեջ եմ եղել եւ սերը դեպի բնությունը, դեպի արշավները այդ ժամանակից է իմ մոտ մտել։ Եվ դե իմ սպորտաձևն ամեն մեկը մի սպորտաձև է անգնում։ Հայերի համար ավելի շատ տարածված է ըմբշամարտ, բոքս, ալպինիզմ, որ ասում եք, մի ձևի են նայում, բայց դե կան։ Ալպինիզմով հետաքրքրվողներ կան հենց Թագվոր Ամբակումյանի գլխավորած արշավախմբում։ Նրանք Վանաձորի հունական համայնքին կից գործող հունարեն լեզվի դպրոցի սաներ են։ Կիրակի օրերին նրանք արշավներ են կազմակերպում դեպի հանրապետության տարբեր վայրեր։ Այս անգամ Թումանյանի տարածաշրջանում են։ Արշավախմբի անդամները արդեն նախապես մշակած պլան ունեն, թե մեկ օրվա ընթացքում ինչ վայրեր են այցելելու։ Այսօրվա մեր պլանը ինչ է, եկել ենք Սանային կայարանից բարձրացել ենք Աքորի, այցելում ենք Սուրբ Գևորգ եկեղեցին, այստեղից գնալու ենք Բգավոր եկեղեցի, վերևնա, այնտեղից Լեռնանցքով պետք է իջնենք Կաճաշկուտ գյուղ, Կաճաշկուտ գյուղից կիջնենք Սեդվո վանքը, Սեդվո ամրոց եւ երթուղի նորից եզրափակում ենք ելի Սանային կայարանում եւ կվերադառնանք Վանաձոր քաղաք։ Արշավների մեկնելու նախաձեռնությունը Թագվոր Ամբակումյանինն է, ով դեռևս 2001 թվականին է սկսել նման արշավներ կազմակերպելը։ Նա լեռնային տուրիստ է, երիտասարդ տարիներին ԽՍՀՄ-ի բոլոր հնարավոր տարածքները հաղթահարել է որպես ալպինիստ։ Հիմա ասում է արդեն իր ուսանողների հետ շրջելիս է հաճույք ստանում, քանի որ վերջիններս այդ արշավների միջոցով կարողանում են ճանաչել լոռին։ Այս անգամ արշավախմբում ընդամենը 4-ով են, նրանց թվում է նաև Թագվոր Ամբակումյանի կինը։ Առաջի տպավորությունը, որ արդեն բարձրանում ենք հասնելով Աքորի գյուղ ոտքով, աղբի կույտերն են, շատ զարմանում ես, 21-րդ դար է եւ նմանատիպ իրավիճակ է։ Դրա մասին երևի պետք է մտածի գյուղապետարանը, ընդհանուր առմամբ, եթե հարցեր կա դիմեն մարզպետարան, ինչ որ գումարներ հայթայթեն, գոնե այդ աղբը վերացնեն, որովհետեւ շատ անգամ է լինում, տարբեր տեղերից հյուրեր ենք մենք բերում այդ նույն ճանապարհով եւ առաջի տպավորությունը դա է, նայում են ու զարմանում են։ Մենք աշխատում ենք մեր հետևից մի հատ կոնֆետի թուղթ չթողնել։ Առաջի հերթին կարևորը դա է։ Շատ դեպքեր ա եղել, որ քաղաքից 10-12 կիլոմետր հեռու տեղեր մենք մեր վերջի հացուցելուց հետո պակետներով մեր աղբը տնտեսական կենցաղային բերել հասցրել ենք բնակավայր, գցել ենք աղբանոց։ Խարույկել ենք անում, իհարկե սահմանափակ։ Արշավախմբի անդամները նշում են, որ եթե տեղի բնակիչներն ու նաև պատկան մարմինները մի փոքր ուշադրություն դարձնեն մաքրությանը, ապա այս վայրը շատ կհետաքրքրի այցելուներին եւ հետագայում գուցե նաև զբոսաշրջային երթուղի դառնա։ Էմմա Պետրոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։